որ փառաբանեցիք, երկրպագեցիք մեր Աստծուն, Աստված օրհնի ձեզ։ Լինեք օրհնված Հիսուսի անունով։ Հարազատներ ջան, այսօր Տիրոջ շնորհքով եւ ողորմությունով Աստծո խոսքով ես պիտի ծառայեմ ձեզ եւ հենց միանգամից Աստծո խոսքով էլ պիտի ծառայեմ։ Այն խոսքը, որ ուզում եմ կիսվեմ ձեր Աստծո խոսքի մասին, հենց Հիսուսի մասին է, որ խոսքը հենց Հիսուսն է։ Եվ կուզեմ կարճ աղոթքով միանգամից սկսենք այսօրվա մեր ծառայությունը։ Հայր իմ Աստված ջան, աղոթքով գալիս եմ դեպի քեզ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով իմ Տեր ջան։ Շնորհակալություն եմ հայտնում այս արվա համար իմ Տեր ջան, այսօրն էլ դու ես ստեղծել իմ Տեր ջան։ Նորից քո զավակները հավաքվել են քո անվան շուրջ քեզ սպասելու, մեծարելու համար իմ Տեր ջան։ Այն խոսքը, որ պետք է խոսամ իմ Տեր ջան, քո խոսքը իմ Տեր ջան, ինձ զորացնես, իմաստություն տաս ու ամեն խանգարող միտք քո տված իշխանությունով գեր ենք բռնում եւ դնում ենք քո ոտքերի տակ իմ Տեր ջան։ Այն խոսքը, որ պետք է խոսվի իմ Տեր ջան, թող բոլորիս համար շինություն լինի, որից որ իմ Տեր ջան խրատ կլինի, որից որ հորդոր կլինի, որից որ իմ Տեր ջան առաջնորդություն կլինի իմ Տեր ջան, առասնորդես, փառավորվես Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, իմ Սուրբ Հոգի եւ ամեն ինչ ասում ենք քո Սուրբ ձեռքերի մեջ դու առաջնորդես եւ փառավորվես Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Աստված օրհնի հարազատներ ջան, ուզում եմ հենց միանգամից այն խոսքը, որ ուզում եմ կիսվեմ, հենց միանգամից ասենք խոսքի Գիրք Հեսուից եմ ուզում խոսեմ, որովհետեւ Մենք միանգամից անցնենք համարին Հեսուի առաջի գլուխ 8-ից 9-րդ խոսքում, այսպես վա գրված Աստծո խոսքում ինձ ու քեզ համար, էլի աշկիս պրոբլեմ, ուրեմն օրենքի այս գիրքը թող քո բերանից չհեռանա, գիշեր ու ցերեկ մտածիր դրա մասին, որպեսի դրա մեջ ամբողջ գրվածը պահես ու կատարես, քանի որ միայն այդ դեպքում գործերդ կբարգավաճեն, հաջողություն կգտնես։ Միթե չեմ հրամայել քեզ զորացիր, քաջասիրտ եղիր, մի վախենա եւ մի զարհուրիր, քանի որ քո Տեր Աստվածը քեզ հետ է, ուր էլ որ գնաս։ Ասում ես օրենքի ամբողջ գիրքը չի ասում մի տող, ամբողջ գիրքը պահիր եւ կատար։ Մենք գիտենք, որ էսի Աստվածաշունչը, Աստծո շնչով գրված է։ Այս Աստվածաշունչով ենք ճանաչում Աստծո ամեն գործերը, որովհետև այս Աստվածաշնչի մեջ է գրված այն հաղթանակները, որ Աստված արել է իր ժողովրդի համար։ Մենք կարող ենք հիշել Դանիելին, Դավիթին, Հոբի համբերության մասին եւ կարող ենք հիշել Հովսեփի մասին։ Եթե հաղորդ չլինենք այս Աստվածաշնչի հետ, այս խոսքի հետ, մենք չենք ճանաչի։ Մենք դինախ հաղորդ լինենք ու այս ամեն գրվածը մեր բոլորի համար է գրված, որ մենք այս խոսքով ճանաչենք ու այս խոսքը գրվի մեր սրտի տախտակներին, այս ամբողջը գրենք եւ կատարենք, որովհետեւ էսի Աստծո շնչով է գրված, Աստծո շնչով է գրված, այս խոսքը մեր համար պետք է միշտ առաջնահերթ լինի, առաջի տեղը խոսքը պետք է լինի։ Աստված իր խոսքը իրանից առաջ դրեց եւ կանգնած է իր խոսքի հետևից, որ ասում է երկիր կասնի, երկինք կասնի, բայց իմ խոսքից ոչ մի տող չի անցնի։ Եվ ստե ասում է Միթե չեմ հրամայել քեզ զորացիր, քաջասիրտ եղիր եւ մի վախենա եւ մի զարհուրիր, քանի որ քո Տեր Աստվածը քեզ հետ է, ուր էլ որ գնաս։ Այն ժամանակ մենք հիշում ենք այդ Աստված իր գործերը ասում է ես ամեն ինչ ձեզ զգուշացնում եմ, առանց ձեզ զգուշացնելու ոչ մի բան չեմ անում։ Այն ժամանակ ես որ գիրքը չկար, Աստված մարգարեների միջոցով էր խոսում։ Իր խոսքը միշտ մարգարեների միջոցով էր փոխանցում, որը զգուշացնում էր, որ այս պետք է լինի, հնազանդվեք, եկեք Աստծուն ու տեսնում ենք այդ 5 կտակարանում Աստված թե ոնց հրաշքներով, նշաններով իր ժողովրդին հանեց։ Հենց Հեսուի գրքի մեջ ենք տեսնում, որ Արեգակն ու Լուսինը կանգնացեց Հեսուն եւ Աստված ավելի շատ երկնքի քարերով այդ կարկուտներով մարդ սպանեց, քան թե իր զորքը, որովհետեւ Աստված միշտ իրանց հետ է, դրա համար ասում է՝ մի վախեցեք, մի զարհուրեք, քանի որ ես քո հետ եմ, ուր էլ որ գնաս։ Դրա համար ծառայությունների մեջ էլ մենք չվախենանք, չզարհուրենք, որովհետեւ Աստված եթե մեր հետ է, ով է մեզ հակառակ։ Դրա համար Աստված մեր ուժն է, մեր զորությունն է, մեր իմաստությունն է, մենք բույսներս պիտի դնենք Աստծուն եւ այդ զորությունով էլ գնանք առաջ, որպեսզի հաղթողներ լինենք, որովհետեւ հաղթանակը միշտ շնորհում է լսողին, հնազանդվողին եւ կատարողին։ Կուզենամ Սաղմոս 33:4-ից 10 համարներում այսօր շատ համարների մեջ պիտի կարդանք ու պիտի տեսնենք Աստծո զորությունը, թե Աստված ինչ է խոսում մեր սրտերի հետ ու միշտ հնազանդվենք, լսենք Աստծո խոսքը, ուշադիր լինենք, որովհետև հոգու բաները պետք է հոգով հասկանանք։ Եթե երկու ականջ ունենք, հոգևոր երկու ականջն էլ պիտի սրենք այդ խոսքի մեջ, որ մեզ հոգու բաները հոգով, որ հոգի մեզի բացատրի, հասկանանք ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը, որը որ Հիսուսն է։ Եվ կուզեմ Սաղմոս 33:4-ից 10 համարում
Քանի որ Տիրոջ խոսքը ճշմարիտ է, նրա նրա գործերը ճշմարտության են կատարված։ Մենք գիտենք, որ Տիրոջ գործերը ճշմարիտ են ու Տիրոջ գործերը ճշմարտությամբ են կատարված։ Նա սիրում է արդարությունը ու իրավունքը։ Մեր Աստված սիրում է արդարություն, իրավունք։ Եթե արդարություն, իրավունք չկա քո մեջ, խնդիր է։ Մենք պետք է գանք արդարությանը, իրավունքին, որովհետև մեր Աստված արդար դատավոր է։ Նրա համար փուչուր մեղնել է, մեծ մեղնել է մերկ։ Նա արդարությունը սիրող Աստված է։ Եվ երկիրը լեցուն է Տիրոջ գթասիրությամբ։ Աստված իր արևգակը բացում է բարի համարել, չարի համարել, բայց ասում է վերջում կտեսնեք հավատացյալի ու անհավատի տարբերությունը, վերջում կտեսնեք Աստծուն ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Մեզ միշտ վերջում կերևա ասում է։ Տիրոջ գթասիրությունը, Տիրոջ խոսքով ստեղծեցին երկինքները ու նրա բերանի շնչով նրա ամբողջ զորքերը։ Բերանի շնչով ստեղծեցին։ Մենք բոլորս էլ Տիրոջ զորքերն ենք, ով որ Տիրոջ Հիսուսին ընդունում է Տեր ու փրկիչ, նա իր բանակն է։ Երկինքի աստղերն էլ Աստված ասում է, ես իմ բանակն են, ես իմ զորքերն են, ասում է, ես ամեն աստղ իր անունով եմ ճանաչում։ Ծովի ջրերը հավաքում է մի դեզի պես։ Դե տեսնում ենք մեր Աստծո մեծությունը, ինչքան մեծ Աստված է, որ ծովի ջրերը մի դեզի պես է հավաքում իր ձեռի մեջ։ Աստված ամենտեղ ցույց է տալի, որ իր մեծությունը, որ ամեն ինչ անում է իր անվան համար, իր փառքի համար։ Մենք էլ ամեն ինչ պիտի անենք Տիրոջ անվան համար, Տիրոջ փառքի համար, որ ամեն ինչի մեջ մեր Աստված փառավորվի, մեծարվի, Աստված միշտ առաջ պիտի դնենք, մենք Աստծո հետևից գնանք։ Ծովի ջրերը հավաքում է մի դեզի պես, անդունները դնում է շտեմանարանի մեջ, թող ամբողջ երկիրը վախենա Տիրոջից ու նրանից ակնած են աշխարհի բոլոր բնակիչները։ Այո, Տիրոջից պիտի երկյուղ ունենանք, Տիրոջից պիտի վախենանք, որովհետև ասում է զգուշացեք, որովհետև ահավորա կենթանի Աստծո ձեռն գնելը կապ չունի մեր հայրն է, մեզ սիրում է, բայց ինքը սիրում է ճշմարտությունը, որ մենք ճշմարտության մեջ քայլենք, ասում է։ Թող ամբողջ երկիրը վախենա, պիտի այո, երկյուղ ունենանք Աստծուց, Աստծո խոսքից, որ ասում է աշխարհի բոլոր բնակիչները, քանի որ նա խոսեց ու կատարվեց։ Այո, երբ նա խոսեց ու կատարվեց, ամեն ինչ խոսքով եղանք, տեսնում ենք, որ խոսքով է լինի։ Նրա հրամայեց եւ հաստատվեց։ Նա հրամայեց եւ ամեն ինչ հաստատվեց։ Այս երկիրը տենում ենք ամբողջը Տիրոջ փառքն է պատմում։ Այն անհավատն էլ, որ ասում է ես չեմ հավատում, հենց ասում է նայ ես երկինքը, ես իմ փառքն է պատմում, որ այս ամեն ինչը ես եմ ստեղծել։ Ու դրա համար մենք միշտ պիտի ակնածենք, երկյուղ ունենանք մեր Աստծուց, որովհետև մեր Աստված սիրող Աստված է, նաև իր խոսքին չնանդվել, ասում է, եւ նրանց անհնազանդության պատճառով Տիրոջ բարկությունը գալիս է անհնազանդության ворթիների վրա։ Դրա համար պիտի զգուշ լինենք, մենք հնազանդվենք Աստծո խոսքին, Աստծո խոսքով ապրենք, որովհետև ամբողջ զորությունը Աստծո խոսքի մեջ է։ Որովհետև նորից 5 տակարանում գրված ասում է, կգասով ասում է, ոչ թե սով կլինի ուտելիքի սով, այլ կլինի հոգու սով, Աստծո խոսքի սով, ասում է։ Կգնան հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, այդ խոսքը չեն գտնի, ասում է։ Այս խոսքը կլինի, բայց զորությունը Սուրբ Հոգին վերսած կլինի։ Այդ խոսքը առանց Սուրբ Հոգի ինքը ոչ մի բան է, սևը սիպտակի վրա գրված է, հենց այդ Սուրբ Հոգին է, որ մեզ հիշացնում է, սովորացնում է, դաստիարակում է։ Եվ կուզենամ կարդամ Սաղմոս 107 համարից 17-ից 20-ը։ Գոյություն մատուցեք Տիրոջը։ Չէ, 17-ից 20 համարը կներեք։ Անմիտները իրաց չար ճամփին ու իրենց անօրենությունների պատճառով նեղություն կրեցին, ասում է։ Նրանց անձը զզվեց բոլոր տեսակի կերակուրներից, մինչև մահվան դուռը հասան։ Անժամանակ Տիրոջը աղաղակեցին իրանց նեղության մեջ ու փրկությունը նրանց իրենց տառապանքներից, որ նա փրկեց իրենց տառապանքներից։ Ասում է, անմիտները իրաց չար ճամփին անօրենությունների պատճառով նեղություն կրեցին։ Այն սկզբից, որովհետև իրանք անմիտ էին, Աստծո խոսքը չգիտեին ու եթե ինչ է լավ հիվանդության մեջ ընկավ իրանք ու կարդում ենք, որ իրանք հաց չկերան, նեղություն, ավելի լավ ամեն ինչից առաջ ասում է աղոթք արեք, Աստծո երեսը փնտրեք, որովհետև նա է բժիշկների բժիշկը, որ չհասնես այն ամենավերջի կետին, նորից աղաղակես, որ նորից Աստված քո ձենը կլսի էլի քեզ կազատի, ավելի լավ է սկզբից լնես, որ չհասնես այդ վիճակին եւ այն ժամանակ ասում աղաղակեցին եւ նա փրկեց նրանց։ Դրա համար ամեն իրավիճակներում ամեն ինչից առաջ աղոթք անենք, աղաչանքով բերենք մեր Աստծուն, որ մեր Աստված լսի, մեր Աստված օգնի, որովհետև շատ դեպքերում մենք մեզ իմաստության վրա ենք, ստեղ կարդամ, բայց Աստծո իմաստությունը, Աստծո առաջնորդությունը ամենակարևորն է, միշտ Աստծո առաջնորդությունը լինի մեր կյանքում։ Եվ կուզեմ Սաղմոս 119-ից 16 համարներում այսպես է գրված ինձ եւ քեզ համար. Բեդ, երիտասարդը ինչով մաքրի իր ճամփան, քո խոսքի համեմատ դրամ զգուշությամբ մոտենալով։
Իմ ամբողջ սրտով քեզ փնտրեցի, ինձ մի թույլ տա քո պատվիրաններից շեղվեմ։ Քո խոսքերը իմ սրտում թաքցրի, որպեսզի չմեղանցեմ քո դեմ։ Օրհնյալ ես դու, ով Տեր, սովորեցրու ինձ քո կանոնները։ Իմ շնթունքներով պատմեցի բերանիդ բոլոր դատաստանները։ Քո վկայությունների ճամփով ուրախացա, ինչպես ամենայն հարստությամբ։ Քո կանոնների մասին եմ խորհրդակցելու եւ հետևելու եմ քո ճանապարհներին։ Քո հրամաններով եմ ուրախանալու եւ քո խոսքը չեմ մոռանալու։ Համար ասում է երիտասարդը, ընդ ուրիշ համարների մեջ էլ կարդում եք, չէ, ասում է, ինչքան լավ է, որ երիտասարդը իր երիտասարդության տարում է Աստծուն ճանաչում, որովհետև այդ գայթակղություններին, այդ ամեն ինչին Աստծո օգնությունով, որ կարում ես հեռու մնաս, երիտասարդն չով մաքրի իր ճանապարհ քո խոսքի համեմատ դրանում զգուշությամբ մոտենալով, որովհետև այդ խոսքը լույս է, այդ խոսքը մեզ պահում այն գայթակղությունից, այդ խոսքի երկյուղը ունենալով է, որ դու կամ ասում է ավետարանը քեզ մեղքից կազատի կամ մեղքը քեզ ավետարանից կկդրի։ Դրա համար զգուշությամբ պետք է մոտենանք Աստծո խոսքին։ Աստծո խոսքը պիտի սիրենք, Աստծո խոսքով պիտի ապրենք։ Եվ ասում եմ, ձեր խոսքը իմ սրտում թաքցրի։ Այո, եթե Աստծո խոսքը մեր սրտում ենք թաքցնում, մենք չենք մեղանչում։ Որովհետև այս խոսքն է պահում ես, ասում է, նեղության մեջ ասում է, եթե խոսքը պահես, այդ նեղության մեջ էլ այս խոսքը քեզ կպահի։ Հենց այդ ամբողջ զորությունը խոսքի մեջ է, խոսքը հավատով պետք է խառնվի եւ մարմին դառնա Հիսուս մարմին եւ բնակվի մեր մեջ։ Առանց դրա մենք ոչ մի բան չենք կարող անել։ Ուզեմ անցնենք մյուս համարներին, մի քիչ համարները շատ է։ Այսօր պիտի լարվենք, ուշադիր լսենք Աստծո խոսքը, ամեն խոսքը թող մեր համար շինություն լինի, մեր եղբայրն էլ ասեց, առավոտից իրիկուն կարում ենք բութանենք, դրա համար ժամանակ ունենք, բայց Աստծո խոսքը շատ քիչ է, որովհետև մենք պիտի ոնց որ օրը 3 անգամ հաց ենք ուտում, օրը 3 անգամ էլ պիտի Աստծո խոսքով սնվենք, որովհետև հոգին հենց խոսքի կարիքն ունի։ Խոսքը հենց Հիսուսի խոսքը հենց Հիսուսի այն հոգին ասում է, հենց խոսքի հոգին է։ Հիսուս հենց խոսքի հոգին ասես, նա ինձ անից կվերցի ձեզ կսովորացնի։ Ուզում եմ ես կարդամ Առակաց գրքի 3:1-7-ում այսպես է գրված. Որդիս մի մոռանա իմ օրենքը, այլ քո սիրտը թող իմ պատվիրանները պահի։ Աստված մեզ ասում է մի մոռացի իմ օրենքին, պատվիրանները պահիր։ Այս ամբողջ գրված այս ավետարանի մեջ ամբողջ գրված Աստվածաշունչը, Աստծո շնչով ես հավատում եմ ամեն խոսքին, որ գրված է։ Աստված ոչ մի խոսքը զուր տեղ չի գրես թե ու գրել է մեզի համար, որ ինչ հեշտ կյանք ունենանք, որ հեշտ հասնենք այն ճանապարհին, որ Աստված ուզում է մեզ հասցնի։ Քանի որ քեզ երկար օրեր ու կենթանության տարիներ եւ խաղաղություն եմ ավելացնելու, ողորմությունը ու ճշմարտությունը թող քեզ չթողնեն։ Դրանք կապիր քո պարանոցի վրա, քո սրտի տախտակների վրա գրիր դրանք։ Այսպես դու Աստծո եւ մարդկանց արժեվ շնորհք ու բարի համարում կգտնես։ Քո ամբողջ սրտով Տիրոջը վստահիր ու մի հենվիր քո հասկացողության վրա։ Դու քո աչքին իմաստուն մի լինիր, վախեցիր Տիրոջից ու ետ քաշվիր չարությունից։ Տեսեք, ինչքան զորավոր խոսքեր ասում է։ Որդիս մի մոռանցի իմ օրենքը, այլ քո սիրտը թող իմ պատվիրանները պահի։ Մենք պետք է ամբողջ այս պատվիրանները, այս ամբողջ խոսքը մենակ չկենտրոնանանք պատվի։ Պատվիրանը սկզբից դաստիարակ էր, որ մարդ իր մեղքը տենար, մարդ իր մեղքը ճանաչեր, որ էլ չմեղանչեր, որ հետո հասկանա շնորհքի զորությունը, որ այս մարդը ինքը իրանով չէր կար այդ Սուրբ Հոգու այդ Հիսուս Քրիստոսի իր թափված արյունով մեզ գնեց։ Ու մենք մոռանում ենք այդ թափված այրանգինը, մեկ գիտես ինչ ենք անում, ոնց որ մի հատ օրինակ բերեմ, ոնց որ մենք տունը ծախենք, խոսքի տունը ծախել եմ իմ Շարամ եղբորը, մի բալանին պահում եմ ջեբս, ես այդում եմ նորից բացում եմ, մտնում եմ, ասում եմ, այս իմ տունն է, բայց մենք ամբողջը, չէ, արյունով գնվել ենք մենք արդեն Տիրոջն ենք պատկանում, մենք պետք է հնազանդենք, մենք պետք է այս տաճարը Սուրբ Հոգու տաճարը ասում, ով որ իմ տաճարը պղծի, ես նրան կպղծեմ։ Պետք է այս տաճարը սուրբ լինի, որովհետև Սուրբ Հոգին է բնակվում մեր մեջ։ Հենց այդ այրունը, որ գնել ենք, այդ այրունը զուր տեղը չի թափվել, թափվել այն մեղքերի համար, այն ամեն ինչի համար, որ մենք չենք կարող ազատվել, նա գնեց մեզ, դա շնորհեց, էսի մի նվեր էր, այդ նվերը պետք է հասկանանք, գնահատենք, որ մենք նրա այրունով գնված ժողովուրդն ենք, այդ այրունը պետք է գնահատենք իրան ոնց հնազանդվելով խոսքին, ապրելով նրա հետ։ Ասում
Քանի որ քեզ երկար ու կենթանիցան տարիներ խաղաղություն եմ ավելացնելու։ Եթե Աստծո խոսքով ապրես, հնազանդվես, երկար օրեր կունենաս, խաղաղություն կունենաս, արտված կորտնի քո ելք ու մուտնել, ու այս ամեն ինչը մեզի ինչա օրինակի համար է լինում, որ մենք հեշտ հասնենք, որ մենք շատ մեծ փորձությունների մեջ չընկնենք, որովհետև Աստված ամեն ինչի ելքնել ունի, ասում է համբերեք, ամեն ինչ իր ժամանակին Աստված կտա, որովհետև ժամ ու ժամանակները մեր Աստծո ձեռքերում են։ Ողորմությունը, ճշմարտությունը թող քեզ չթողնեն։ Ասում է ես էլ եմ ողորմած, դուք էլ ողորմած եղեք։ Այս ողորմությունը, ճշմարտությունով պիտի քայլենք։ Մեր Աստված ճշմարտասեր Աստված է, ճշմարտությունով կատարվեց։ Ասում է Հայր քո խոսքը ճշմարտություն է։ Եվ այդ ճշմարտության համար Հիսուսն ասեց, ես իմացն եմ սրբացում նրանց համար, որ նրանք էլ սրբանան այդ ճշմարտության միջոցով, խոսքի միջոցով։ Ամբողջ զորությունը Աստծո խոսքի մեջ է։ Ու մենակ խոսքը չի, եթե խոսքը Սուրբ Հոգով չխառնվի եւ մարմին չդառնա, Հիսուս մարմին չբնակվի մեր մեջ, այս խոսքը մենակ սևի սպիտակի վրա ասում է խոսքը ինչ ասում է, խոսքը կսպանի, բայց հոգին կկենթանացնի։ Եվ խոսքն ու հոգին է, որ մեզի կենթանացնում է, այս խոսքն ու հոգին է, որ մեզ առաջնորդում է։ Եվ ամբողջ սրտով Տիրոջը վստահիր, ումի հենվիր քո հասկացողության վրա։ Մենք այնքան մեզ իմաստունից տեղ ենք դնում, մոռանում ենք, մենք սկսում ենք արդեն մենք մոռանում ենք Աստծուց, մենք մեր իմաստությունով ուզում ենք շարժվենք, բայց Աստված ասում է՝ մի վստահիր քո իմաստության վրա, հենվիր իմ իմաստության վրա, որովհետև իմաստությունը Տիրոջից է գալի, ասում է՝ ինչքան բարի նվիրատվություն կա Աստծուց է, երկնայից հորից է իջնում։ Այո, այդ իմաստությունն է կարևոր, բայց Տիրոջ հետևից գնալու համար, ոչ թե Տիրոջից առանձնանաս ու քո ճանապարհով գնաս։ Այստեղ մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Քո բոլոր ճանապարհների մեջ ճանաչիր նրան։ Այո, ամեն ճանապարհների մեջ, այն ճանապարհների մեջ, որ Աստված չկա, ավելի լավ է մենք էլ չլինենք։ Որովհետև կորցվենք, լավ չի լինի մեր համար, ասում է։ Դու քո աչքին, ասում է, իմաստուն մի լինիր, վախեցիր Տիրոջից ու ետ քաշվի չարությունից։ Մեկ այո, պետք է շատ ուշադիր լինենք, մենք մեր աչքին իմաստուն չլինենք, մենք մեր աչքին, չգիտեմ, մենք հետևենք Աստծո խոսքին, որովհետև իմաստության սկիզբը Աստծո երկյուղն ասում, Աստծո երկյուղ ունենանք։ Եվ կուզեմ կարդամ 4-ի Առակաց գրքի 4-ից 20-ից 22-ի համարում, այսի շատ կարևոր է, որդիս լսիր իմ խոսքերը, ականջ դիր իմ ասածներին, դրանք թող չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտում պահիր, քանի որ դրանք կյանք են իրանց գտնողների համար եւ բժշկություն ամբողջ մարմնին։ Տեսեք, կյանքը իր գտնողների համար, այսօր մենք այդ կյանքը գտնել ենք։ Ասում է կյանքը Հիսուսի մեջ է, որ Հիսուսին ունի կյանք ունի, կապ չունի, ասում է վերջը հայկական խոսք չէ, ասում է վերջը մարդու լավը լինի։ Աստված ասում է, եթե ինձ ունես, կյանք ունես։ Այդ կյանքի համար պայքարում եմ, բայց Աստված ասում է, ինչ Աստծո խոսքում ասում է, այն մարդը, որ մենակ այս կյանքի համար է Հիսուսին հուսացած, ասում է, ամենավերջի ողորմելին է, որովհետև Աստված համ այս կյանքն է քեզի առաջնորդում, համ էլ այն կյանքը, որ ասում է, աչք չի տեսե, ականջ չի լսե ու մարդու սիրտ չընկե, Աստված պատրաստել է իր սիրողների համար։ Այն զորավոր կյանքը, որ Աստված պահել է, ու կապ չունի դու հիվանդ ես, տես Աստված ասում է, այս խոսքերը քո համար դեղ ու դարման բժշկություն են, այս խոսքը փակցրու քո սրտիդ, ինքը քեզի կբժշկի, կազատագրի, կապ չունի դու մի նայ իրավիճակներին, ինչ հիվանդություն ունես, ինչ ունես, այդ երկինք ստեղծող Աստված իր արունով մաքրե քեզի սրբել է, մի նայ իրավիճակներին, նայենք Աստծո խոսքին, որովհետև վերջի խոսքը Աստծունն է։ Աստված ինքն է բժշկում, նա է բժիշկների բժիշկը տերի արքաների քան, որին որ մենք հուսացած ենք։ Նա քեզ կբժշկի, կազատագրի։ Մի վախեցի, մի զարհուրիր, վստահի Աստծուն։ Աստծո խոսքը բժշկություն է, երբ որ Եզեկիել թագավորը հիվանդ էր, ինչ արեց, նա պտտվեց պատիկոմ աղոտ կարեց, Աստված լսեց նրա կյանքը 15 տարի ավելացնելուց հետո ասեց գնացեք այն չորացած թզերից դարման սարքեք եւ դրեք վերքի վրա կբժշկվի։ Այսօր այդ դեղերին զորություն տվողն էլ Աստված։ Գոհությունով որ խմում ես, Աստված տենում է այդ գոհության մեջ, դու իրան ես դնում առաջ, իսկ դեղը մնում է հետևում, Աստված այդ դեղին էլ է զորություն տալի, բժիշկների իմաստություն տվողն էլ Աստված։ Ուղղակի մնում է մենք Աստծո խոսքը դնենք առաջ ու հետո այդ դեղն էլ ես ինքս էլ տակարություններ ունեմ, դեղը խմում եմ, ինչ վերցնում եմ, ասում եմ Տեր ջան, շնորհակալ եմ, ինչ որ պակասա մեջ ավելացրու։ Աստված
Բժշկում Աստված ազատագրում է, շատ բաներից ազատագրել, շատերս վկայություն ունենք մեր կյանքում, թե ինչերից Աստված ազատ է։ Հենց այս աշխարհից որ կդրե բերել այսօր, որ ես ինքս կայնած Աստծո խոսք եմ խոսում, որ սկզբից գալիս է եկեղեցի կարճ վկայության պես, երբ որ տենում է մեր գոր եղբորը ստե քարոզում էր հովիվը, մեր Ռուբեն եղբորը ասում է, ախպեր, ես իրաց նման չեմ կարա քարոզեմ, ես իմ ուտել խմելը պետք է լինի, էտել ասում եմ Աստված ջան, այս ձախկոմը քոննա աչքոմ հետ գործ ունես, այդ իմ ուտել խմելը պետք է լինի։ Բայց չգիտեի, որ Աստված իմ աչքողը կայնած է։ Անես կդրեց ոչ չհասկացա դե ոնց կդրվա, ոնց եմ հիմա Աստծո խոսքը ես այնքան եմ սիրում, փորձում եմ Աստծո խոսքով ապրեմ։ Հենց այդ խոսքը ինձ զորացեց, տես Տիրոջ ողորմությունն է։ Երեք Լինցում էլ տեսանք վկայություններ, որ ովքեր ծառայում էին Աֆրիկայում, իրանք ինչ վկայում են, որ ոչ մեկն էլ իր կամքով չէր ելել, բայց Աստծո ձայնը լսելով հնազանդվել էին ու ամեն մեկը զորավոր գործեր էին անում, ու ամեն ինչի մեջ Աստված էր փառավորվում։ Այո, եթե Աստված քեզ կանչել է, որ եթե ամենակարևորը ինչ ասում է, կամքը քեզանից, զորություն ինձանից։ Եթե կամքը մերանից, հա Աստված զորացնում, Աստված առաջնորդում է։ Մնում է այդ կամքը լինի։ Դրա համար քուրս եւ եղբայրս, ես էլ նույն ձեր հետ, եթե տկարություններ ունենք, վստահ ենք Աստծուն, մեր Աստված կբժշկի, կազատագրի։ Նա է երկիրն ու երկինքը թիզով չափում ասում է։ Այ փառքես Տեր ջան։ Եսայա մարգարեություն 66-րդ գլուխ։ Տեսեք, ստետեն մենք Աստծո մեծությունը, թե ինչքան մեծ Աստծո ենք մեր պաշտում, այդ մեծ Աստվածը այսօր բնակվում է իմ քո մեջ։ Ինչքան լավ է, որ Աստված ինքը մեզ ասում է Եսայա մարգարեություն 66-րդ գլխի 1-ից 2-րդ համարներում։ Ուշադիր լսենք միշտ խոսքին, խնդրում եմ այդ խոսքերը, որովհետև ամբողջ զորությունը Աստծո խոսքի մեջ է, միշտ Աստված հիշացնում է, որ խոսքը պահելը, խոսքը ամեն ինչից առաջ բայց է լինում։ Այդ բայցը եթե անես, տես կլինի, բայց եթե չանես, տես կլինի։ Այսպես ասում Տերը, երկինքի մաթոռն է, երկիրին ոտքերի պատվանդանն է, որտեղ է այն տունը, որ շինում եք ինձ համար։ Եվ որտեղ է իմ հանգստավայրը, ասում է, քանի որ այդ բոլորը իմ ձեռքն արարեց, եւ այդ բոլորը եղան, ասում է Տերը, բայց այս մարդուն պիտի նայեմ, ով աղքատ է, կոտրված հոգի ունի եւ դողում է իմ խոսքից։ Տենում ես, այդ մեծ Աստծուն ի՞նչն է հաճելի, որ կոտրված հոգի ունի ու դողում է, կապ չունի, դու հարուստ ես, բայց ինչքան էլ հարուստ ես Աստծո խոսքով, միշտ քասիբ ես, դու այդ միշտ պակաս է քո մեջ, ինչքան էլ բացվում է, ինչքան էլ հասկանում ես, բայց տենում ես, որոշի բանը չես հասկացել վերջում։ Դեռ մենք այդ մեծ Աստված իր մեծությունն է պատմում, թե այդ երկիրն ու երկինք ստեղծող Աստված, ամենակարող Աստվածը պետք է վստահենք, պետք է կապ չունի, չմեծամտենք, մեր իմաստությանը չվստահենք, առաջի համարների մեջ կարդացինք, որ Աստված դողում է այլ մարդուց, որ իր խոսքից դողում է, որ հարգում է այդ խոսքը, որ այդ խոսքով է ապրում։ Այդ մարդ ինքն է, Աստծուն հետ է դուր գալի։ Այն բաներն անենք, որ Աստծուն դուր է գալի, այն բաները, որ Աստծուն դուր չի գալի, մեզնից կտրենք, հեռացնենք, որ Աստծո բարկությունը չգա անհնազանդության որդիների վրա։ Կապ չունի անհնազանդություն արի, մեկը պատիժը ստանալու ենք։ Հիմա չլի, մի օր չլի, երկու օր չլի, այգման խաղելու ենք, ինչ որ ցանենք, այդ ասում է, եթե ծառը պտղից է երևում, եթե ասում է ծառը բարի ես անում, բարի պտուղ է տալի, չար ես անում, չար պտուղ է տալի։ Երեք բարին ցանենք, քաղցր խոսանք, բարիով ապրենք, Աստծուն հնազանդվենք, Աստծո խոսքի հետ հաղորդ լինենք, օրի 3 անգամ որ հաց ենք ուտում, այս մարմինի համար ամեն ինչ անում ենք, ծոմապահության մասին էլ մեր եղբայրը խոսած անցած շաբաթ։ Բայց մեր մոտ այնքան շատ զորավոր ըլլումը հակառակ ծոմապահությունը պահելը, որ Աստծո խոսքով շատ ուժեղ հաղորդ չլենք, ամիսներով ծոմ կպահենք։ Իսկ մարմնի համար սկի 3 օր չենք կարող պահենք։ Իսկ Աստծո խոսքի հաղորդ չլնելով, եթե ուզում ես Աստված քո հետ խոսա, Աստծո խոսք կարդա։ Աստված կխոսա քո հետ։ Աստված ասում է մոտիկացեք ինձ, ես կմոտիկանամ ձեզ։ Ոնց Աստծո խոսքով, Աստված խոսքով է մեր մեջ բնակվում, ուրի զեփ չի բնակվում։ Եթե հավատաս, ասում է, Տիրոջ փառքը կտեսնես։ Ուզում եմ կարդամ Մատթեոսի գլուխ 4-րդ գլխից 1-ից 4 համարներում։ Այն ժամանակ հոգին Հիսուսին տարավ անապատ, որպեսի սատանայից փորձվի, եւ 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձի չրան մոտենալով ասաց. եթե դու Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Բայց նա պատասխանեց եւ ասաց. գրված է, մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ Աստծո ամեն խոսքով, որ դուրս է գալի Աստծո բերանից։ Տեսեք, մինչև էդի եթե սով չեր զգացել, ինքը իր հոր հետ հաղորդ լինելու մեջ էր, աղոթների մեջ էր, ոչ մի բան չկար, բայց հենց հասավ մարմնին, սով զգաց, արդեն սատանան մոտիկացավ։ Ինքը մարմնի միջոցով է մեզ մոտիկանում։
մեզ խաբելով, մեզ կդրելով ու ստե ինչ եղավ, ինքը միշտ եթե խոսքը չգիտես ոնց կարա սատանային հակառակ կանգնես, ինքը Տեր Հիսուսը հենց ինքը այդ իր օրն եկավ ցույց տալի, ասում է եւ գրվածով պիտի խոսքով կանգնես, սատանան էլ խոսքը գիտի, ինքը կարա քեզի խափի, եթե խոսքը չգիտես, այս մեծ աստուն էլ չես կարա ճանաչես, այս ամբողջ այս ինչա ասում է երկնքի արքայության ավետարանը քարոզեք, արքայության, այս արքայի մասին է այս ամբողջին ու նոր կտակարանը գրում։ Հիսուս Քրիստոսի մասին է գրում, այս խոսքը ինքն է։ Դրա համար միշտ կարդանք, իմանանք, որ հակառակ կանգնենք սատանայի ամեն հնարքներին, նա ինչա միտքով է գալի, մի հատ չար միտ, մի հատ բան քեզ խափում է, քո աղոթքից էլ է կդրում, քո խոսքից էլ է կդրում, 24 ժամ փորձես ինտերնետի մեջ այս կոմ այն կոմ ասես հեսա կկարդամ, ես էլ շատ դեպքերում ասում եմ հեսա կարդամ, միացնում եմ, այդ 3 ժամն էլ անցնում, 4 ժամն էլ անցնում, վերջում ուզում ես կարդաս քունդ է տանում։ Բա, դրա համար ուշադիր ենք, հետևենք ու սատանայի հնարքների իմանալով նա բանսարկուя, որ ամեն ինչ, եթե Աստծո խոսքը գիտես, որ խոսքով ես կանգնում, նա փախնում է քեզանից։ Կուզենամ կարդամ ավետարան ըստ Հովհաննեսի առաջի գլխից մինչև 5 համարները, հետո 13-ից 14-ը։ Եվ բան մարմին եղավ։ Այստեղ տեսնում ենք մեր Հիսուսի մասին է գրված, ասում էր սկզբում էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանում է կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն է եւ լույսը խավարի մեջ լուսավորվեց եւ խավարը չճանաչեց այն։ Տեսեք, Աստված հենց ինքը խոստն է, ինքը բնակվեց, ինքը եկավ, հենց այդ Աստծո այդ լույսն է, այդ Աստծո խոստն է մեզ որ լուսավորել է, որ մենք ճանաչել ենք Աստծուն։ Մենք առաջ խավարի մեջ ենք, ինչի մարդը չի գալի Աստծուն, որովհետև իր գործերը չար են, իր գործերը ուրիշ գործերի մեջ է, չի ուզում Աստծուն մոտիկանա, որ այդ լույսը իրան չմաքրի, չսրբի, մեզ էլ մաքրեց, սրբեց։ Հենց այդ խոսքը Աստծո մոտ էր եւ ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչ մի բան չեղավ։ Այս ամեն ինչը Հիսուսով ա եղել, Հիսուսի մասին է։ Կուզենամ 13-ից 14-ի համարներում եւ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց։ Հենց այդ խոսքը մարմին դարձավ եւ մեր մեջ բնակվեց։ Դենք տեսնում որ Աստված իր խոսքով է մեր մեջ բնակվում։ Եվ նրա փառքը մենք տեսանք որպես որ միածին փառքը, շնորհով ու ճշմարտությունով լեցուն։ Տեսեք, շնորհով ու ճշմարտությունով լեցուն։ Մենք բոլորս էլ այդ շնորհքը տեսել ենք։ Աստված թե ինչերից է մեզի ազատել ու Աստված թե մեզ ինչ շնորհներ է տվել, ինչ պարգևներ է տվել, այդ պարգևներն է տվել է իրան ծառայելու համար, մեկս մյուսին ծառայելու համար։ Եվ բանը մարմին եղավ մեր մեջ բնակվեց։ Բանը ինչը խոսքն է, խոսքը պետք է մարմին դառնա։ Հավատք, խոսք եւ հավատքը առանց գործերի ասում է մահացած է, չէ՞, հենց խոսքն է, որ այդ հավատում ենք, այդ խոսքը մարմին դարձավ, այդ Քրիստոս մարմին եւ մեր բնակվեց։ Ու մենք տեսանք Տիրոջ փառքը, ճանաչեցինք Հիսուսին։ Նա Սուրբ Հոգին քեզի հայտնի անում, ասում է, նա ինքն իրենից ես գնում եմ, ձեզ որ չեմ թողնի, ասում է։ Այ փառքես Տեր ջան։ Կուզենամ կարդամ Հովհաննեսի 4-րդ գլուխ 14 համարի 4-ից 12-ը, այստեղ տեսնում ենք։ Եվ ուր էլ որ ես գնում եմ գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Տեր Հիսուսն ասում է ես գնում եմ իմ հոր մոտ, դուք գիտեք ճանապարհն էլ, դուք գիտեք ուր եմ որ գնում եմ։ Թոմասը նրան ասաց. Տեր, մենք չգիտենք թե ուր ես գնում, ինչպես կարող ենք ճանապարհը իմանալ։ Հիսուսը նրան ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ մեկը հորը չի գա բացի ինձանով։ Եթե դուք ինձ գիտենայիք, իմ հորն էլ պիտի գիտենայիք։ Եվ այսուհետև դուք գիտեք նրան եւ տեսաք նրան։ Փիլիպոսը նրան ասաց. Տեր, հորը մեծ ցույց տուր եւ դա բավական է մեզ։ Հիսուսը նրան ասաց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցիր Փիլիպոս, նա ով ինձ տեսավ, հորը տեսավ եւ դու դեռ ինչպես ասում ես հորը ցույց տուր մեզ։ Չես հավատում, որ ես իմ հոր մեջ եմ եւ իմ հայրը իմ մեջ է։ Խոսքերը, որ ես խոսում եմ, ինձանից չեմ խոսում։ Տեսեք, խոսքերը, որ Հիսուսը խոսում է, իրանից չի խոսում, այլ հայրը, որ նրա մեջ ասում է, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը։ Այսօր էլ Սուրբ Հոգին մեր մեջ է, շատ բաներ մենք անում ենք, մենք վերագրում ենք մեզ, բայց մենք չով ենք։ Մենք տաճար ենք, Սուրբ Հոգին է անում, Սուրբ Հոգին պետք է փառավորվի։ Այն ժամանակ տեսնում ենք այն խոսքերը, որ մեր իր մեջ էր ինքն էր խոսում, հայրն էր խոսում, հայրն էր նրան պահում, որ մինչև խաչ գնաց, մահ գնաց, այդ մեղքի պատճառով մեր մեղքերը վերցելուց, որ ասեց հայր ինձ թողեցիր, որովհետև Աստծուն մեղքը դուր չի գալի, թողեց այդ պահին, որ նա մահացավ երրորդ օրը հարություն առավ։
Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ է, եւ եթե ոչ հենց այն գործերի համար հավատացեք ինձ, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա ով հավատում է ինձ գործերը, որ ես անում եմ, ինքն էլ պիտի անի, եւ դրանից ավելի մեծ գործեր պիտի անի, որովհետեւ ես իմ հոր մոտ եմ գնում։ Տեսեք, այն գործերը, որ ինքը անում, ասում է, գնաց, մահացավ, հարություն առավ, նա գնաց մեզ որբ չթողես, շարունակությունում ասում է, ես ձեզ որբ չեմ թողնի, ես Սուրբ Հոգուն կաղաչեմ, հորը Սուրբ Հոգին կգա ձեզ կմխիթարի, ձեզ կսովորեցնի, ձեզ կհիշացնի այն բաները, որ ես խոսացիմ։ Տեսեք, ստե էլի Հիսուսը մարդ այդ կերպարի մեջ, բայց Աստված ինքը իր մեջ էր բնակվում, Աստված ինքը խոսում էր, Աստված ինքը եթե այո այսօր մենք Աստծո խոսքել ենք խոսում, եթե մեկը մեզ չի լսում, գոնե մեր գործերով պետք է ցույց տանք, մեր բարի գործերը պետք է խոսան մեր մասին։ Մեր խոսքն ու գործը մեկ պետք է լինի։ Եվ ասում այն գործերը, որ դուք արեցիք, այո, նա գնաց, այդ գործերը թողեց ինձ ու քո համար, այդ գործերը մենք պիտի շարունակենք։ Նա Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեզ առաջնորդի, մեզ սովորացնի, մենք ինձներս մենք մեզանից ոչ մի բան չենք կարող անել, ասում է, եթե մնաք իմ մեջ, իմ խոսքը մնա ձեր մեջ, ինչ որ խնդրեք կտրվի ձեզ։ Եթե մնաք իմ մեջ, իմ խոսքը մնա ձեր մեջ։ Ես տենց եմ հասկանում, իմ մեջ, իմ եկեղեցու մեջ, մարմնի մեջ, իմ խոսքերն էլ ձեր մեջ, այդ խոսքով ապրես, այդ խոսքով քեզի պիտի Հիսուսը պիտի քեզի առաջնորդի, այն ժամանակ ինչ որ խնդրեք կտրվի մեզ։ Բայց մեր խնդրված թո Տեր Հիսուսն էլի, որ Հիսուս ունես, ամեն ինչ ունես, կյանք ունես։ Փառքես Տեր ջան։ Եվ ասում եմ, պատվիրում եմ, որ եւ եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Տեսեք, Աստված միշտ ասում է իմ պատվիրանները, իմ խոսքերը, ասում է այն որ դուք պիտի իմանաք, ես իմ հոր մեջ եմ, իմ հայրը իմ մեջ է, դուք իմ մեջ եք, ես ձեր մեջ եմ։ Տեսեք, մենք մեր մեջ ենք։ Եթե ով իմ պատվիրանները ունի, պահում է նա է ինձ սիրողը։ Ասում է ես կսիրեմ նրան, իմ հայրը կսիրի, հայրն ու ես կգանք կբնակվենք նրա մեջ, իսկ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում։ Այն խոսքերը, որ ես խոսեցի, ասում է հորն է, իմը չի։ Հենց այս պատվիրանները պետք է պահենք։ Պատվիրանները ամբողջ, մենակ պատվիրան ասելով, այս ամբողջ գիրքի խոսքերը, որը որ մեզ շինության համար է, որը որ մեզ առաջնորդելու համար, որը որ նավիգացիայի պես է, դա ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այդ ճանապարհով դու պետք է գնաս, ճանապարհից շեղվես, տեղ չես հասնի։ Փշոտ ու քարքարոտ է, բայց եթե Աստված մեր հետ ով է մեզ հակառակ, ոչ մեկ։ Նա է ճշմարիտ որդը, ասում է, ես եմ ճշմարիտ որդը, ասում է, ես եմ որդը, դուք ճյուղերն եք, եթե ինքը այդ արմատն է, եթե դու նրանից չսնվես, կչորանաս, ասում է, հայրը ասում է, կկտրի կթափի, մարդիկ կհավաքեն, կվառեն, ասում է, առանց դուք ոչ մի բան չեք կարող անել։ Հենց առանց Սուրբ Հոգու մենք ոչ մի բան չենք կարող անել։ Սուրբ Հոգին անում, Սուրբ Հոգին է պիտի փառավորվի, Սուրբ Հոգին է պիտի մեծարվի։ Առանց Սուրբ Հոգի մենք ոչ մի բան չենք կարող անել։ Ամես որբ չթողեց գնաց, բայց գնալուց էլ մտածեց մեր մասին, Սուրբ Հոգին հորը աղաչեց այն կարևոր բանը, որ նա հենց խոսքի հոգին է, որ բնակվում է մեր մեջ։ Նա է հիշացնում, եթե այն զորավոր զենքը քո մեջ է այդ Սուրբ Հոգին, բայց եթե դու խոսք չունես ամեն օր խորոված խաշլամայս ուտում խոսքի հետ հաղորդում ես, Սուրբ Հոգին քեզ ինչ պետք է հասնի, ասում է ինքը կգա, ասում է ինքը իրանից չի խոսա, նա ինձանից կվերցնի, քեզ կփոխանցի։ Ինչ վերցի, որ դու խոսքի հետ հաղորդ չես լինում, դու խոսքը չգիտես։ Չգիտես Աստված քեզանից ինչ է ուզում, Աստված քեզանից ինչ է պահանջում, Աստված քեզանից քեզ ինչերի մեջից ազատեց։ Եգիպտոսից այս աշխարհից կդրեց մեզ բերեց իր տունը, որ մենք հնազանդվենք, մենք ուրախ լինենք նրանով, որ նա մեզ առաջնորդի, որ խաղ օրեր ունենաս, որ հասնես երկինք, ասում է, եթե այն պատվիրանները պահեք, նա է այն սիրողը։ Այ փառքես Տեր ջան։ Համարները շատ են, բայց լավ էլ էթում ենք։ Հարազատներ ջան, այս համարները հանգարց մեկի մտքով չանցնի, որ հոգնամ, էդ էլա չարից։ Պետք է չհոգնենք Աստծո խոսքը, մեզի շինությունը, Աստծո խոսքը, մեզ բժշկությունը, Աստծո խոսքով ենք մեր Աստծուն ճանաչում։ Մեր մարմնի համար 8 ժամ կտանջվենք, կտարապենք, կգանք հոգնած, կքնենք, բայց այսօր մի ժամ գոնե մեր հոգևոր ակաժներն է բաց պետք է լինես էլ հասկանալու մեջ, որովհետև այս ամբողջ խոսքը Աստծո մասին է խոսում, այս ամբողջ խոսքը մեր բոլորի համար պետք է շինություն լինի, որ այս խոսքով մենք ապրենք։ Եվ Եփեսացիների 25-ից 27 համարներում ամուսիններ սիրեցեք ձեր կանանց։ Տեսեք, էդ էլ է հրամանի պես, ասում է սիրեք ձեր կանանց, պետք է սիրենք կանանց։ Ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն եւ ասում է իր անձը տվեց նրա համար, որ նրանց սրբի եւ մաքրի ավազանի ջրով խոսքով։ Տեսեք նորից այդ խոսքը
ջուրը խոսք ասում անա ավազանի ջրով խոսքով, այդ խոսքով ենք մեզ մաքրված։ Ինչ ասեց, 5 տակարում ասում է եւ ասում է ես իմ խոսքը կսրսկեմ ձեր վրա, ձեզ կմաքրեմ ասում է։ Եվ իմ հոգին կդնեմ ձեր մեջ, ձեր քարե սրտերը կկոդրեմ, մարդու սիրտ կդնեմ ձեր մեջ։ Դուք քայլեք իմ օրենքներով, ես կլինեմ ձեր Աստվածը, դուք կլինեք իմ ժողովուրդը։ Հենց այդ ջուրն ու խոսքն է մեզ մաքրել։ Եթե մաքրված ենք, մաքուր են սիմպտանք հանդերձը, եթե հագել ես, շատ զգուշություն ես քայլում, որ չկեղտոտվես։ Նույնն էլ Աստված այդ մաքրել է, իր արունով է մաքրել մեզ, որ հասկանանք այրան գինը թե ինչով ենք։ Դրա համար պիտի մենք շատ զգուշ լինենք այս խոսքի հանդեպ, որ այս ջրով ու շարունակություն, որպեսի այն իր արչև ներկայացնի որպես փառավոր եկեղեցի, առանց արատի խոշոր մի կամ այլ թերության, այլ սուրբ եւ անարատ լինի։ Բոլորը սուրբ ու անարատ պետք է լինենք։ Եվ նույն խոսքի Եփեսացիների 6-րդ գլուխ 10-ից 17 համարներում վերջապես եղբայրներ ուժեղ եղեք Տիրոջով եւ նրա զորությամբ կարողությամբ։ Տեսեք, ուժեղ եղեք Տիրոջով, Տերն է մեր զորությունը եւ նրա կարողությամբ զորությամբ։ Տիրոջ ամեն կարողությունը Աստված մեզ ա տվել։ Սուրբ Հոգու միջոցով իրան զորանաս ասում է, ձեր վրա հակեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին։ Եթե Աստծո սպառազինությունը չունես, Աստծո խոսքի հետ հաղորդ չես ելում, Սուրբ Հոգով լսված չես, վերընստին ծնունդ չունես, դու չես կարա սատանայի հնարքներին հակառակ կանգնես, որովհետև մենք մարմնի եւ այրան հետ չենք պատերազմում, այլ իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավարի իշխանների բարձր տեղերում եղող հոգեվոր չարությունների դեմ, այդ չար հոգիների դեմ ենք մենք պայքարում, մենք մարդու դեմ մարդ չունի, այս մարդն էլ որ մի մեղ կա գործում, խապնվում է, սատանան մի միտք կա բերում գցում մեջ, ինքը չհասկանալով անում է, վերջում էլ ով է տուժում, մարդն է տուժում։ Դրա համար ասում է զգուշ ելեք, այդ սպառազինությունը, որ իմաստություն ունենա, որ շատ զորավոր մեկի հետ չխապնվես, ասում է, դրա համար սպառազինվեք Աստծո ամբողջ սպառազինությամբ, որպեսզի չարոմը կարողանաք դիմադրել եւ այս ամենը կատարելուց հետո կանգնել։ Մեկ կոտրվում ենք, ընկնում ենք, խապվում ենք, գցում է մի բանի մեջ, բայց ինչա Հիսուսն էլ չէ գրված է, որ ասեց, եթե մարդ իր մտքով ցանկացավ, մեղանչեց։ Հիմա բոլորս էլ չարը միշտ չար մտքեր է տալի։ Այդ մտքերը մտքի հետ ինչ ենք անում, մենք մեր պատերազմը այդ մտքերի հետ է, որ համաձայն չենք, որ մեզ հաճելի չի։ Երբ այդ մտքերին չես կարող, որ այդ միտքը թույլ տաս քեզի դուր գա, այդ մտքին ասես այո, այդ միտքը գցի քո սիրտը, մարմինն էլ կգործի, գործողություն կլինի, բայց որ հակառակ ես, հենց այդ պատերազմը մեր հոգեվոր այդ մտքերի դեմ է, որ Աստծուն հաճելի չի, մեզ էլ հաճելի չի, մենք պայքարում ենք, մենք պատերազմում ենք, համաձայն չենք այդ մտքին, կապ չունի ինչ մտքեր է գալի։ Եթե այդ մտքին համաձայնվես, այն վաղ մեղ կա, բայց որ մտքին հակառակ պատերազմում ես, դա մեղ չի։ Ուստի կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտության գոտեպնդելով։ Եթե ճշմարտության մեջ չես քայլում, ճշմարտությունով չես կարող գոտեպնդվես եւ արդարության զրահ հագնելով։ Արդարությունը մեր հավատքը մեզի արդարություն եղավ։ Հենց այս արդարության զրահն է, որ մենք պաշտպանում ենք։ Որ չարը մեզի չխապի, ասի, գիտես դու փրկված ես, գիտես դու այդ մեղքն արել ես, եթալու ես դժոխք, այնքան մտքեր ա բերում, որ մեզ խապում անգնում ենք մեջը, սկսում ենք տառապել, սաղ գիշեր, սենց պտուտ ես տալի կռավատիդ մեջ, դու չես էլ հասկանում, թե ինչ ելավ, այդ մտքը որտից եկավ։ Ձեր ոտքերին հակեք խաղաղության ավետարանի պատրաստությունը։ Տես ձեր ոտքերին, ասում է, այդ ոտքերին, եթե այդ խաղաղության ավետարանը պետք է քարոզվի, պետք է քարոզենք ամբողջ աշխարհում այդ ավետարանը բարի լուրը տանք մարդկանց։ Եվ այս բոլորի վրա առեք հավատքի վահանը, հենց մեր հավատքը մեզի պաշտպանում է, հենց հավատքով ենք մենք փրկված։ Որովհետև կարողանաք հանգցնել չարի կրակոտ նետերը, որ չարը քեզի չխապի, որ չասի դու փրկված ես, դու կեցած դժոխքին կընկելա, հերիք չի, մեզ էլ հետն ուզում տանի։ Եվ ասում է վերցեք փրկության սաղավարտը եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Նորից Աստծո խոսքը, ամենտեղ շեշտում Աստծո խոսքն է, որ կարաս հակառակ կանգնես սատանային, երբ որ ինչ-որ մի բանի մեջ ուզենա քեզ խափի, Հիսուսի պես ասես գրված է, գրվածով կանգնես, որ դու խոսքը գիտես, որ ինքը էլ չմոտենա, ինքը քեզանից փախչի։ Աստծո խոսքն է հենց այդ սուրը։ Թեսաղոնիկեցիների 2-րդ գլխի 12-ից 13 համարներում որպեսի Աստծո վայել քայլեք, որ ձեզ իր արքայությանը եւ փառքին կանչեց։ Տեսեք, Աստծո վայել քայլենք, որ իր արքայության եւ փառքին կանչեց։
Մեզ Աստված ինքն է կանչել, մենք չենք եկել, ասում ես կանչեցի եւ դրանք եկան, ասում դրա համար անդադար գոհանում եմ Աստծուց, որովհետեւ երբ մեզանից լսելով դուք ընդունեցիք Աստծո խոսք, ոչ թե որպես մարդու խոսք, այլ որպես Աստծո խոսք, որովհետև ճշմարտապես այն Աստծո խոսքն է ներգործում ձեր հավատացյալների մեջ։ Այս ներգործում Աստծո խոսքը ու Պողոս առաքյալն է այդ Թեսաղոնիկեցիների գրում, որ ինչ արեն, ասում է դուք լսեցիք այստեղից էլ ամեն օր չէ, որ ինչքան որ մենք լսում ենք, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է, չէ, այստեղից ինչքան էլ քարոզիչները քարոզում են, մարդն է քարոզում, բայց մենք Աստծո խոսքն ենք քարոզում, Աստծո խոսքն ենք ասում, եւ լսելով ասում դուք լսեցիք մարդուց, բայց այդ Աստծո խոսք էր, այսօր որ ես էլ եմ խոսում Աստծո խոսքն եմ, ինձանից եք լսում, բայց Աստծո խոսքն է ասում, եւ որ ինչ անում ներգործում է ձեր հավատացյալների մեջ, ներգործում է մեր մեջ հավատքով, որ վերցնում ես, դա քեզի ներգործում է, եթե չհավատաս, ասում հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից ասում, ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի, ոնց կանչես, եթե չես հավատում, ոնց հավատաս, եթե չես լսել, ոնց լսես, եթե չի քարոզվում, ոնց քարոզեն, եթե չեն ուղարկվում, օրհնյալ են այն մարդիկ, որ այդ բարի լուրն են ավետում։ Այդ բարի լուրը բոլորս էլ կարանք այդ բարի լուրը տանք մեր բարեկամներին, հարազատներին, մեր շրջապատներին, մենք այն քայլող ավետարանը պետք է լինենք, մենք մեր անուշահոտ բույրը պետք է լինենք, որ Հիսուսից, որ ասում է այդ անուշահոտ բույրը, որ տակ ասում է, անհավատների համար ասում է մահվան, իսկ հավատացյալների համար անուշահոտ բույր պետք է լինենք, որ մարդիկ մեզ կարդան, որ մեր մեջ Հիսուսին տենան, Աստված ամեն ինչ անում է, որ մեր մեջ Հիսուսին տենա, որովհետև նա իր միածին որդուն տվեց, ասում է, եթե ծորենի հատիկը չի մահանում, ասում է, շատ պտուղներ չի տալի, չէ։ Եվ ինչ ասում, անմիտներ ասում, չգիտեք, ասում, որ կենթանու մարմին տվողը ես եմ, ծառ ու ծաղկի մարմին տվողը ես եմ, ասում է, այդ վաղտեր ես ձեզ հոգևոր մարմին կտամ։ Մենք գիտենք, որ երբ որ Հիսուսի առաջ կանգնենք, նրան նման պետք է լինենք, եւ որ Հիսուսը եկավ իր աշակերտներին, առանց դռների միջով կանգնավ իրանց մեջտեղը, Տոմասին եկավ ձեռ տվեց, տեսավ, ասաց իմ Տեր, իմ Աստված, ասում է, Երանի նրանք ով չեն տեսել կհավատան, հենց Երանի մենք դրանից ենք, որ մենք չենք տեսել, բայց հավատում ենք։ Որովհետև Աստված ասում է մի վարքանում, երբ որ փողի ձայնը հնձի, ես մի վարքանում ձեր հոգևոր մարմին կտամ։ Մեր մտքով կարող է չանցնել այդ ոնց այսօր այս մարմինն էլ էլի մեզ Աստված է տվել, որպես հագուս հոգու վրա է այդ հոգին է այդ մարմնին պահում, այս մարմինը հոգուն չի կարա պահի։ Աստված ամեն ինչ անում է, որ այդ հոգին փրկվի։ Այ փառքես Տեր ջան։ Տիմոթեոսի 4-րդ գլուխ 7-ից 9 համարներում բայց պիղծ ու պառավական առասպելները մերժիր, ու թող քեզ աստվածապաշտության մարզիր։ Պիղծ ու պառավական, որը որ Աստվածաշնչին չի, մարդու սարքած է, մեկնությունները առաջ մենք էլ չէինք ճանաչում, ասում մենք էլ մեր տեսածով, մեր տրադիցիաների համեմատ, չգիտեմ, ինչ մեր մեծերից, պապերից լսել ենք, այդ ձևով էլ հավատում ենք, ասում։ Պիղծ ու առասպել բաներին մի հավատ, ասում, բայց ձեր մարզեք աստվածապաշտության, որովհետև մարմնի մարզանքը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունը օգտակար է ամեն ինչի համար, թե ներկա, թե գալի կյանքի խոստումները ունենալու համար։ Դեռ մենք թե գալի կյանքի խոստումները ունենալու համար, պետք է մենք մեր մարզենք, ոնց մարզենք, կարդալով, կարդանք, մենք ստիպենք, շատ դեպքերում այս վերջում անցած անգամ կարծեմ ես ասացի, որ Աստծո խոսքից մի ձևի կտրվել է, մի բան կորցած, ման էի գալի, սենց կորացի եմ անգալի, որ չէի զգում մի բան, ու երբ որ գործի է թու մի բան, մեջս նորից Սուրբ Հոգին խոսած ասեց, այն որ մարդը որ հիվանդ է, որ չի ուտում, չի խմում, այն սկզբից կարդացինք այն համարի մեջ, որ ինչա հասնում է այն վերջի կետը, մահվան դուռն է մինչև հասնում, բայց ասեց, որ դու աղոթում ես, որ դու խոսքը կարդում ես, կբժշկվես, ու Աստված բժշկեց, նորից հանեց այդ իրավիճակների մեջից, դրա համար պետք է մենք հաղորդ լինենք, մարմնի վարզանքն էլ անում ես, այո, պիտի անես, բայց ամենակարևորը հոգու մարզանքն է։ Տեսեք, մենք այս Աստծո խոսքը ունենք, ինչքան լավ է, որ մենք կարող ենք խոսքը կարդալ, առաջ Աստված իր մարգարեների միջոցով խոսած եւ վերջում էլ իր որդու միջոցով խոսած։ Եվ 5 կտակարանի մեջ Օվսե մարգարեության մեջ չեն անունը մոռացան, բայց երբ որ նրանք խոսքը չգիտեն, իրանց պապերի տրադիցիաներով էին ապրում, երբ որ գրքի այդ խոսքը կթան եւ ինչ արեց, որ բերեցին կարդացին թագավորը լսելով, լսեց ու տեսավ, որ իրանք լրիվ խոսքին լրիվ
հակառակ էին ապրում, լրիվ մեղքի կյանքով էին ապրում, լրիվ ինչ արեց նա իր շորերը պատառոտեց ու ասեց էդ ինչ մեղք ենք թույլ տալի եւ մարգարեու մոտ ուղարկեց իր մարդկանցից ասեց գնացեք ասեք տեսեք Աստված ինչ ասում մեր համար ու ինչ ասեց ասում որ երբ որ քեզ տեսամ ասում ու այդ թագավորի համար ասում որ ասում դու տեսար ու քո հանդերձները պատրիր որ տեսար դու սխալ ես ապրում ու հետ դարձար ասում ես քեզ ասում այդ պատիժները չեմ բերի քո վրա ասում այդ պատիժները չեն բերի ասում դու չես տեսնի բայց դու քո կմահանաս նորմալ մահով դրանից հետո այդ արհավարտները պետք է էլի բերեմ հիմա այսօր մենք այդ խոսքը ունենք ձեռներս մեկ մեզ պահում ենք չունեցածի պես ընդ իրանք չունեն քթան ուրախացան սխալից ճշտ եկան ասում բայց մենք էլ էս Աստծո խոսք ունենք մեկ մեզ պահում ենք չիմացածի պես մեկ մենք չենք ուզում հաղորդ լինենք Ավելի լավ է գնահատենք Աստծո խոսքը, գնահատենք Աստծուն, մոտենանք Աստծուն, որովհետև տենում ենք այս աշխարհը չարության մեջ, ամեն տեղ պատերազմ, արհավիրքներ, չգիտենք վաղ ինչ կլինի, բայց գիտենք գրվածն է, որ գրվածքը պետք է կատարվի, ասում է, դա հենց ցավերի սկիզբն է, հարազատներ ջան, այդ ամեն ինչը հենց ցավերի սկիզբն է։ Հետո թե ինչ կլինի, բայց մենք մի բան գիտենք, եթե Աստված մեր հետ Աստված իր ժողովրդին պահել գիտի։ Ինչ արեց, ասեց ծառ ու ծաղիկին չկպնես, մինչև ես իմ ժողովրդի վրա նշան չդնեմ։ Եվ երբ որ Եզեկիել մարգարեն, երբ որ իր ժողովրդի անօրենությունների մեջ են կապ չունի, տես Աստված միշտ խոսում է իր ժողովրդի համար։ Աշխարհի մարդկանց, որ Իրանը չեն, չէ, իր ժողովրդին է խրատում, իր ժողովրդին է ուզում ճիշտ ճանապարհի մեջ դնի։ Երբ որ ասում է հանեց երրորդ երկինք, այս դուռը բացեց Իսրայելի ժողովրդի անհնազանդությունը այն դուռը եւ ինչ ասեց այն ժողովուրդը որ իր ժողովուրդը երբ որ տենում են ցավ են զգում ասեց թանաքամանով հրեշտակին ասես կեթաս նրա ճակատներին նշան կդնես Աստված էլի առանձնացնում է բարին ու չարից հնազանդվող անհնազանդից հավատացյալ անհավատից Աստված միշտ պահում է իր ժողովրդին մենք գիտենք որ կապ չունի ինչ է լինի մեր Աստված մեզ կպահի նեղություններ կունենանք բայց ասում քաջացեք ուրախ եղեք որովհետեւ ես ձեր հետ եմ Եբրայեցիների 4-ից հենց երկրորդ համարում Եբրայեցիների 4-րդ գլուխ երկրորդ համարում որովհետև մեզ նույնպես ավետարանը քարոզվեց ինչպես եւ նրանց բայց քարոզված խոսքը նրանց օգուտ չտվեց քանի որ լսողների մեջ հավատով չընդունվեց տեսեք նու եկեղեցի մեջ կարող այդ ավետարանը բոլորս էլ լսենք ասում է նույն քարոզես բոլորի համար բայց մեկին տենում ես մեկը բարգավաճում է մեկը ծաղկում է մեկը զորանում է այն մեկն էլ եթալով հետ է այդում ասում է այդ նույն խոսքը խոսած ասում է այդ խոսքը հավատով չխառնվեց եւ նրանց մեջ չբնակվեց ասում է նորից կարդամ որովհետեւ մեզ նույնպես ավետարանը քարոզվեց ինչպես եւ նրանց եւ շատերը ասում է խոտորվեցին Աստծուց հեռացան բայց ասում է քարոզած խոսքը նրանց օգուտ չտվեց քանի որ լսողների մեջ հավատով չընդունվեց Եթե այդ խոսքին դու չես հավատում, այդ խոսքը քեզի չի օգնի, այդ խոսքը քեզի չի պահի։ Այս խոսքը 1-2 կգաս եկեղեցի մի օր կթողնես կեթաս, որովհետև դու չես հավատում, խոսքին չես հետևում, խոսքի հետ հաղորդ չես լնում։ Նույն համարի 4-ի 12-ում այսօր ասում է, Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծացեք ձեր սրտերը։ Այսօր ամեն վարքյան Աստված կանչում ասում է։ Եթե նրա ձայնը լսում ես, մի կարծացրեք ձեր սրտերը։ Աստված քեզի կանչում է ծառայության մեջ, Աստված քեզի կանչում է ինչ որ մի բանի մեջ, Աստծուն մոտիկանալու մեջ, ասում է ձեր սրտի դուռը թակում եմ, ով որ բացի, ասում է նրա հետ ես խնջույք կանեմ։ Աստված ասում է, եթե լսում եք ձեր սրտերը մի կարճրացրեք։ Աստված մեկին կանչում է ծառայության մեջ, մեկին Աֆրիկայի ուղարկում գնում են Աստծո գործերն են պատմում, Աստծո մասին են պատմում, որ մարդիկ լսեն, հավատան, դարձի գան, կապ չունի որ ազգի, ասում են իմ հոր տունը աղոթքի տուն է։ Ասում են բայց դուք արջերի ո՞ր չեք սարքե։ Եվ որ ինչ Հիսուսը խարազանը վերցեց մտավ եկեղեցի, ինչ արեց։ Եվ ասում են նրա աշակերտները հիշեցին, որ նրա նախանձախնդրությունը իր Տիրոջ նկատմամբ վառվեց։ Այսօր այդ նույն խարազանը ինչ իր հոր տան վրա, որ ինքը տեսա որ այդ իր հորտուն առևտրի տեղ են սարքե մենք նույն այդ Աստծո սուրբ տաճարն են գիտենք Աստված մեր մեջ է բնակվում որ ասում է սուրբ հոգին ձեր որ պղծի իմ տաճարը ես նրան կպրճեմ այդ նույն խարազանը կարանք վերցնենք մեզանից մաքրենք ամեն չարություն բամբասանք այն բաները որ Աստծուն հաճելի չեն Աստված ասում է մաքրի քեզանից անի որովհետև ես եմ քեզ նույն էլ Հիսուսը հանեց այդ տաճարի մեջ առևտուր են սարքե տաճարի մեջ այն բաներն են անում այդ աղոթքի տուներ ասում եմ հորտուն աղոթքի տուն է բայց դուք արջերի ո՞ր չեք սարքե դրա համար այդ մեր տաճարներն էլ աղոթքի համար է մաքրենք մեզանից հանենք այս տաճարը այդ խարազանը վերցնենք մեզանից մաքրենք ուրիշների տաճարի հետ գործ չունենք ժողովուրդ ջան
Հակոբոսի առաջի գլուխ 14-ից 18 համարներում։ Ու արագ չեմ էթում, հարազատներ ջան, այս խոսքերը ուշադիր լինենք, որ մեզի շինություն լինի, որ այս խոսքերով, որտեղ որ ընկել ենք, ընդ բարձանանք, Աստված ինչա, Աստված ոչ մեկի ասում այն ամբարիշտի մահնը չեմ ուզում։ Եթե ապաշխարեն հետ դառնան, ես կբժշկեմ, կազատագրեմ։ Բայց որ մաքրել է իր անունով գնվել եք, բերեք այդ արյան գինը գնահատենք, մաքուր ապրենք, արդար ապրենք։ Առաջի գլխի 14-ից 18 համարներում, սակայն յուրաքանչյուրը փորձում է իր ցանկություններին հրապուրվելով ու խաբվելով։ Այս մեր ցանկություններից հրապուրվելով եւ խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում եւ կատարված մեղքը մահ է ծնում։ Երբ որ մեղքը գալիս է մահ հետևից ելնելու է։ Մի խաբվեք իմ սիրելի եղբայրներ, յուրաքանչյուր բարի նվիրատվություն, յուրաքանչյուր կատարյալ պարգև վերևից է լույսի հորից է իջնում։ Կապ չունի մեր մեջ այդ կա, այն ինչ որ կա, այդ մեզանից չաստուց Աստված է դրել մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով։ Աստված պետք է փառավորվի։ Մենք մեր գործերով մենք չպարծենանք։ Երբ որ Հովհաննես առաքյալը որ ջրով մկրտում էր, ինչ ասեց։ Ասեց՝ «Իժի ծնունդներ, ով ասեց ձեզ, որ փախնեք գալիք բարկությունից»։ Այո, առաջ այդ ինձ էլ է վերաբերվել։ Ես էլ եթե Աստծուն չես ծառայում, մեկին պետք է ծառայես, մեր Ռուբեն եղբայրը քարոզի մեջ ասեց։ Կամ տի Աստծուն ծառայես, կամ տի սատանային ծառայես։ Դրա համար ասեց՝ «Իժի ծնունդներ, ձեզով խաբեց»։ Հիմա մենք լսել ենք այդ գալիք բարկությունը, պետք է գա աշխարհի վրա, փախել ենք, եկել ենք մտել ենք Տիրոջ հովանի տակ, Տիրոջ թևի տակ, որ այդ բարկությունը մեր վրա չգա։ Ինչ ասեցին ժողովուրդը, փարիսեցիները, այդ կեղծավորները ինչ ասեցին։ Ասեցին՝ մենք Աբրահամի որդիներն ենք։ Աստված ասեց այդ Աբրահամի որդիներից, այդ քարերից էլ Աբրահամի որդիներ կբարձրացնի։ Ինչ էին հպարտանում են Աբրահամ։ Հիմա կարող է դու այսօր ծառայում ես, քո ծառայությունով հպարտանաս, քո ծառայությունով ուրախանաս, բայց ուշադիր չլես, ասում է, ու ինչ ասեց շարունակությունում, ասում է, գնացեք, ասում է, ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Կապ չունի դու Աբրահամի որդին ես կամ ծառայություն ես անում։ Դա ոչ մի բան չի նշանակում, քո պտուղները, քո խոսքերը պետք է խոսան քո մասին։ Ասում է ծառը, կացին ասում է ծառի արմատին դրած է։ Դա նշանակում է, որ ինչ ասեց, եթե ձեր արդարությունը փարիսեցիների եւ սադուկեցիների չասնի, երկին չեք մտնի։ Դրանք էլ հավատացյալ էին, խոսքը գիտեին, 10-որդը տալիս էին, բայց կեղծավոր էին։ Աստծու մոտ այդում ուրիշ բան են խոսքում, մարդկանց մոտ ուրիշ բան են խոսում։ Այնա որ մարդը այդ դեպքում այդ կեղծավորության մեջ ինչա, մարդը էլ Աստծուն թողնելով մարդը մարդուց է փառք փնտրում։ Ասում է դուք իրարից եք փառք փնտրում։ Դրա համար ինչով որ այդում ես Աստծու մոտ, պետք չի մարդկանց մոտ էլ ինչ որ բաներ անես քեզ բարձ։ Աստված ինքը կբարձրացնի։ Աստված թողենք թող Աստված բարձրացնի մեզ։ Մենք մեզ չբարձրացնենք։ Մենք խոնարհվենք, Աստված ասեց եկեք ինձանից սովորեք, ես որ հեզ եմ սրտով խոնարհ։ Սրտով խոնարհ ենք, Աստված կբարձրացնի։ Աստված գիտի բոլորին բարձրացնելու ձևը։ 21-ի նույն Հակոբոսի 21-ից 25 համարներում։ Ուրեմն ամեն աղտեղություն, ավելորդ չարություն, տեսեք, ավելորդ չարություն։ Թողեք մի կողմ հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված այն խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Աղտեղություն, չարություն ասում է, թողեք մի կողմ թողեք։ Ոչ միտեղ չես տենում, որ Աստված այդ չարության ասի լավ ես անում, քիչ ես անում, լավ ավելի շատ արա, ասում է չէ։ Հեռու պահեք, հեռու մնացեք աղտեղությունից։ Ընդունեք ձեր մեջ սերմանված այն խոսքը, որ սերմանվել է մեջ, որ մենք այդ խոսքով ենք ծնված, հենց այդ սերմից, որ կարող է ձեր հոգիները փրկել, հենց այդ խոսքը պետք է փրկի, խոսքով պետք է ապրենք։ Բայց եթե խոսքը կատարողներ ոչ թե միայն լսողներ ինքները ձեզ խաբելով։ Մեկ մեզ այնքան հեշտ ենք խաբում։ Գիտենք այն դիմացին, որ խոսում ենք, ինքը հավատաց, բայց չգիտենք մենք մեզ ենք խաբում։ Ասում են խոսքը ոչ մենակ լսողներ եք, այլ լսողներ եւ կատարողներ եք։ Ինքները ձեզ խաբելով։ Մենք շատ դեպքերում մեզ այնքան հեշտ խաբում ենք ու մենք մեր խաբածից էլ հավատում ենք, բայց Աստծուց ծաղն է գալի, ասում է մի խաբվեք, Աստված չի խաբվում։ Գրված է թե դրած, այս աշկիս մի չէ, ես մի ձևի խառի մի ձևի, քանի որ եթե մեկը միայն խոսքն ունկնդրող լինի, բայց կատարող չլինի, կնմանվի մի մարդու, որ հայելու մեջ իր բնական դեմքն է դիտում։ Ես ասում եմ,
Դու եթե մարդ իրան հայլի մեջ նայում է, ինչ որ մի բան թերություն է տենում, շտկում է։ Նույնն էլ հոգևորի մեջ ասում է, եթե միտեղ սայթակել ես, միտեղ Աստուն հաճելի չի, ուղի ասում եմ։ Խոսքը լսոր եւ կատարողներ լինեք։ Այս ամբողջ Աստծո խոսքը մեր համար է, որ լսենք եւ կատարենք։ Մենակ խոսքը չլսենք, ստեյս չմտնին դեից էլի։ Էլի մենք մեր ձևով աչ ու ձախ ոնց ուզենանք ապրենք։ Վերջում էլ գա ասում ամեն Տեր ասողը չի երկինքը մտնելու։ Ասի հետիս անցի, ես քեզ չեմ ճանաչում անօրենություն գործող որդիներ։ Շատ խիստ են խոսքերը, բայց ինչ որ գրած է, ես հետ եմ ասում։ Նա դիտում է իրեն եւ իր ճամփան գնում եւ իսկույն մոռանում է թե ինչպիսի մարդ էր ինքը ասում է։ Տենում ես, բայց մոռանում ես թե ինչպիսին ես, ինչքան սխալներ ունես, դու մոռանում ես։ Ինչպես որ ազատությամբ կատարյալ օրենքին է նայում, իսկ ով ազատության կատարյալ օրենքին է նայում, հետևելով լինելով լսող եւ մոռացող, այլ կատարող նա արդեն անելով երանելի կլինի։ Ասում է, եթե լսող եւ կատարող լինես, մենակ լսող չլինես, այդ անելով երանելի կլինես։ Երանելի են մարդուն, որ Աստծո խոսքը լսում ու կատարում, ասում է, երանելի ես դու։ Աստված Աստուն է հաճելի։ Բաներ կա, որ Աստուն հաճելի չի, մենք էլ ենք իմանում, բայց մենք խափում ենք, ասում ենք, Աստուն հաճելի է, լավ, ես մի պուճուր մեղք է, հիմա ոչինչ, էդ էլ կլինի, բայց Աստծո համար մեղքը մեղք է, պուճուր թե մեծ, Աստված արդար է։ Աստված արդար է, Աստված ինչ ասեց, վերջորում դատաստան Աստծունից է սկսելու։ Աստված ամեն ինչ որ խոսում է, եկեղեցու իր ժողովրդի հետ է խոսում, դսիների հետ գործ չունի։ Իրանք Իրանը չեն։ Ձեր ջան ողորմես մեզ։ Առաջի Պետրոս 23-ից 25 համարներում վերստին ծնված լինելով ոչ թե ապականուցա սերմից, այլ ապականացուից, Աստծո խոսքով, որն ապրում է եւ մնում է հավիտյան։ Տեսեք, մենք Աստծո խոսքից ենք ծնվել։ Այո, մեր ծնողներից ծնվել ենք, բայց դե մենք այդ խոսքն է, որ մարմինա դարձե բնակվում է մեր մեջ, վերստին ծնունդ լինելով այնց էս ի նկատի ունի Աստված, որ ծնվել ես ոչ թե այլ Աստծո խոսքից սերմից, երբ որ սերմացանը հելավ ցանելու, ասում է մեկը ճամփի եզրերին ընկան ծիտերը կերան, որը որ արմատները քիչ էր, որն էլ որ ասում է փշերի մեջ աճավ, փշերը մեկնեց, որ այն որ մարդը հոգսը գալիս է, ինքը չի դիմանում, թողնում գնում է, իսկ այն որ պարաթողի մեջ ընկավ, ասում է պտուղ տվեց եռապատիկ, վասնապատիկ, հարապատիկ։ Հիմա ամեն մեկից մեջ ասում ես մեկին բացել է եռապատիկ, մեկին վասնապատիկ, մեկին հարապատիկ։ Հիմա եթե մենք ուզենանք մոտիկանանք ավելին, Աստված ավելին կտա, բայց ասում է մոտիկացեք ինձ, ես կմոտիկանամ ձեզ։ Ստե տենում ենք ինչ է, որ ծնված լինելով ոչ թե անապակացույց, այլ Աստծո խոսքից, որն ապրում է մնում է հավիտյան։ Աստծո խոսքը մնում է եւ հավիտյան։ Քանի որ ամեն մարմին խոտի է նման եւ մարդու ամբողջ փառքը խոտի ծաղկի։ Խոտը չորանում է, իսկ նրա ծաղկը թափվում, բայց Աստծո խոսքը մնում է հավիտյան եւ սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեց։ Այս խոսքն է, որ ավետարանվել է մեզի, հենց այդ խոսքն է, որ հենց այդ խոսքից ենք ծնվել։ Վերստին ծնվել լինելով ի՞նչ է։ Խոսքից, հոգուց, երբ որ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ ինչ ասեց, ես ոնց կարամ նորից ծնվեմ, որ իմ մայրս չկա, ես այդքան տարիքով եմ, ասեց, դու պետք է իմանայիր, եթե դու ջրից խոսքից եւ հոգուց չծնվես, երկինք չես մտնի։ Հենց այդ խոսքն ու հոգին է, որ երկուսը իրար հետ է գործում։ Հենց դե է, որ պետք է հավատք առանց գործի մահացած է, որ գործերը պետք է վերջում հիմա գիտես Աստծո անունը լսենք, ասում է սաղն էլ գիտեն, Աստված կա, դևերն էլ գիտեն, հələ վախենում ու սարսափում են։ Բայց ասում հետո Եթե Աստծուն ճանաչում ես, Աստված ասում է գործի, այն գործը, որ ինքը գնաց, թողեց մեր համար, ասեց ես գնում եմ, բայց դուք ավելի շատ գործեր կանեք։ Ասում է կամքը ձեզանից, ես ձեզ էլի մենակ չեմ թողել, Սուրբ Հոգին եմ ուղարկել, որ ձեզի ինքը կառաջնորդի, կսովորեցնի, ասում է ինքը իրանից չի խոսա, ինքը ինձանից կվերցի, ձեզ կփոխանցի, ինքը կվկայի իմ մասին, դուք էլ կվկայեք իմ մասին։ Մինչև հայտնություն այսօր հասնում ենք։ Տեսեք 5 տակարանից մտել ենք, վերջում հայտնությունով պիտի ելենք։ Փառք Տիրոջ, ինչ անեմ, ժողովուրդ ջան։ Հա, կարծում եմ ձեր համար, հարազատներ ջան, ու իմ համար։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 6-ից 10 համարներում։
ով մնում է նրա մեջ մեղք չի գործում, ով մեղք է գործում չի տեսել նրան ու չի ճանաչում նրան։ Որդյակներ, թող ոչ մեկ ձեզ չխաբի, նա ով արդարություն է գործում, արդար է ինչպես նա է արդար։ Նա ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան ի սկզբանե մեղանչեց։ Սրա համար Աստծո որդին հայտնվեց, որ կործանի սատանայի գործերը։ Ով որ Աստծուց է ծնված մեղք չի գործում, քանի որ նրա սերմը մնում է իր մեջ եւ նա չի կարող մեղք գործել, քանի որ ծնվել է Աստծուց։ Եթե մենք Աստծուց ենք ծնվել, Աստծո սերմից ենք ծնվել, խոսքից ենք ծնվել, ասում եմ ծառ իր պտուղից է, չէ՞։ Եթե բարի դու Աստծո սերմից ես ծնված, ոնց որ Աստված է ապրում, դու էլ պետք է փորձես տենց։ Այո, մեկ կարող է մեղանչենք, ասում է մի բարկացեք, ասում է բարկացել ես, ասում է մի մեղանչի։ Եթե մեղանչել ես, ասում է թո արեգակը մարդ չմտնի այդ հարցերը լուծի։ Մենք բարեխոս ունենք, այդ բաների մեջ էլ մենք մեզից չպիտի դատապարտենք, բարեխոս ունենք, Տեր Հիսուսը մահացավ, հարություն առավ, այսօր նստած է հոր աշկոկը փառայի գան եւ բարեխոսում է մեր համար։ Այդ վաղտ էլ է բարեխոսում, այդ վաղտ հավատում ես, միամիտ մեղանչել ես, մեղքը արդարացնելն է շատ վատ։ Մենք մեզի խաբելով նոր կարդացինք ընդ։ Եվ այս վերջի համարով էլ կավարտենք մեր, տեսեք, ամբողջ գիրքը միշտ Աստծո խոսքի իմ պատվիրանները պայ մինչև հայտնություն էլ տեսեք ինչա 22-ի հենց 7-րդ խոսում, ահա ես շուտով կգամ երանելին դրան ով կպայի այս գրքի մարգարեության խոսքերը, այս գրքի ով կպայի։ Տեր Հիսուս միշտ ասում է, չէ, պահեք, որ այս խոսքն էլ մեզ պահի։ Այս խոսքը որ չունենաս դու երկինք չես հասնի։ Կգաս ճամփին, կմոլորվես, կխոտորվես, սատանան կխաբի, կտանի մի կոմի վրա, հարցերդ կլուծի գերույցան, սատանայի գործ ինչ Աստծո խոսքից կդրելն է քեզ, Աստծից հեռացնելն է, իր գերույցան մեջ պայելը։ Մի միտ կտա, մի իրիկունի միտ ինչ էր եկե, Աստծո խոսքից էի մտորում։ Գործ եթալուն մի հատ արագ միտեղ մտամ, միտս իրիկունը բացվել, ասում որ մի քիչ էլ արագ էր խփում էր այն ավտոին, եթալու էր շուռ գար, դու դատվելու էր, արա դու ծլար, ես սա գիշեր չեմ կնե Աստծո հետ ես իմ խոսքերի մեջ եմ, դու ուրդից ինչ ես եկե, ասի հետիս անցի։ Կուզեմ հենց հայտնության 10-րդ գլխից մինչև 19-րդ խոսքը կարդամ։ Եվ ասանցիս այս գրքի մարգարեության խոսքերը մի կնքիր, որովհետև մոտ է ժամանակը։ Տեսեք, ժամանակ կգա, էլ դու մաքրվելու տեղ էլ չես ունենալու։ Ասում է, նա ով անիրավ է, թող այլևս անիրավ լինի։ Նա ով կեղտոտ է, թող այլևս կեղտոտ լինի։ Նա ով արդար է, թող այլևս արդար լինի։ Նա ով սուրբ է, թող այլևս սուրբ լինի։ Ահա ես շուտով կգամ եւ իմ վարձը ինձ հետ է, յուրաքանչյուրին հատուցելու եմ իր գործերի համեմատ։ Տեսեք, գործերը, վերջում այդ մեր գործերն էլ ինչ ենք ուղարկել երկինք։ Աստված այդ վերցած բերելու է, բացի հավատացել ես ինձի, ո՞նց ես ապրել, հնազանդվել ես ինձի, ինչ գործ ես արել, թող մեր գործերը խոսան շատ դեպքերում։ Որովհետև շատ դեպքերում մարդը չես կարում խոսած, փակ է իրանց մոտ, բայց որ քո բարի գործերը տենում են, Աստծուն են տենում քո մեջ, փառավորում են Հորը, որ երկնքում է։ Ավելի լավ է մեր բարի գործերը տենենք, որ վարձ վերջում ստանանք։ Շուտով կգամ իմ վարձիմ հետ է յուրաքանչյուրին հատուցեմ իր գործերի համեմատ։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վախճանը։ Աստված ինքն է սկիզբը, մեր սկիզբն ու վերջը Աստված գիտի։ Ժամ ու ժամանակները Աստծո ձեռն են, ասում է։ Երանենի նրանք, որ կատարում են նրա պատվիրանները, որ իրավունք ունենան կենաց ծառին մոտենալու եւ դարպաստեր քաղաքը մտնելու։ Տեսեք ինչ խոսքեր է, էլի, պիտի մտնենք այդ խոսքերի մեջ, հասկանանք, որ այնպես մեր այդ իմացածով այդ սես չի էլի, մի քիչ լրջություն է պետք։ Բայց դրսում են մնալու շներն ու կախարները, պոռնիկներն ու մարդասպաները, կռապաշտներն ու բոլոր նրանք, ով սութը սիրում են ու անում։ Սութը Աստծուն հեչ հաճելի չի, ժողովուրդ ջան։ Բաներ կա շատ դեպքերում ավելի լավ է քիչ խոսանք, հասցե շատ խոսանք։ Ասում եմ, քանի որ խոսքը քո մեջ է, այդ խոսքը քեզի գերի է, բայց այդ խոսքը հենց դու սելավ քեզանից դու ես ընկնում գերին։ Դու ես ընկնում այդ ասացից գերին։ Մեր այոն պետք է լի, ոչը ոչ լինի։ Դրանից ավել ասում է սատանայից է։ Մարդկային է, մարմնային եւ դիվային ասում է։ Եվ Հիսուսը իր հրեշտակին ուղարկեց, որ այս բաները վկայի եկեղեցիների մեջ։ Մենք միշտ նայում ենք դասին, այս խոսքերը սա դասին է, մենք չենք, մենք սուրբ ենք, եկեղեցում նստած ենք։ Ասում է, այս խոսքերը ժողովուրդ ջան, եկեղեցիների մեջ պետք է վկայվի, եկեղեցիների մեջ պետք է ասվի։
որ մենք եկել ենք աշխարհից կդրվել ենք, եկել ենք Աստծուն, պետք է Աստծու ուզածով ապրենք, որ փրկություն ունենք, վերջում որ ասի արի մտի, այս կենաս ծառից կեր, խմի, եթե չէ դրսում կմնաս։ Զգուշ ելնենք։ Ես Հիսուսը իմ հրեշտակին ուղարկեցի, որ այս բաները վկայի եկեղեցիների մեջ։ Ես Դավթի արմատն ու սերունդն եմ, առավոտյան պայծառ աստղը։ Տեսեք, առավոտյան պայծառ աստղը։ Ինչքան լավ է, որ մարդ առավոտ կանուխ այդ հելելով մի հատ բարև է տալի Հիսուսին։ Ես էլ եմ ասեմ, բալուս Հիսուս ջան, այդ առավոտան այդ աստղը ծագում է մեր սրտերի մեջ։ Այդ աստղով է լուսավորվում։ Իսկ առաջ որ խոսքը չգիտենք, ասում է կույրը կույրին առաջնորդը երկուսն էլ կընկնեն փոսը։ Առաջ որ մեկ ընձի ասում են, ես մինչև Աստուն ճանաչել այնքան մեծ իմ մասին, որ մեկ ասում էր քրիստոնյա եմ 300 մետր թվին, մենք քրիստոնեություն ենք ընդունել։ Ավել բան, ինչ գիտես, ինչ խոսաս, որ ոչ մի բան չգիտես։ Դենում ես կույրը կույրին, բայց միշտ պետք է մենք ուշադիր ըլնենք, որ Աստծո խոսքին հետևենք ու Աստծո խոսքով ապրենք ամենակարևորը։ Որ Աստված ասի, արի բարի հավատարիմ ծառա, արի մտի իմ հանգիստը, արի ասма ես ուրախ ըլնենք, որ այսօր Տիրոջ տան մեջ տեղ ունենք։ Մարդկա այդ տեղն էլ չունի, հավաքվելու տեղն էլ չունի։ Երեք խոսում էին, պատմում էին ինչից Աֆրիկայից էին պատում, մի փուճուր սենց բան էին սարքեն, դե հավաքվում էին, նայում էր բանին, բայց այսօր Փարթիրոջ մենք նստելու տեղ ունենք, այս լուսարսակություն ամեն ինչը կա, Աստծո խոսքը կա, ամենակարևորը Փարթանք ասում, գոհանանք այն չնչից բանից, ասում եմ միշտ գոհություն, մեր գործը Աստծուց գոհություն հայտնել է։ Աստված ամեն ինչ արել է մեր համար, ամեն ինչ տվել, մնում է գնահատենք, ապրենք, Փարթիրոջը մի բան ավել, մի բան պակաս, բայց Փարթանք Աստծուն, որ կանք ապրում ու շնչում ենք նրանով։ Եվ ասում եւ հոգին ու հարսը ասում են արի, եւ նա ով լսում է թող ասի արի, ու նա ով ծավառը թող գա, եւ նա ով ուզում է կենարջուրը թող ձրի վերցնի։ Տեսեք, ձրի, այս Աստծո խոսքը ձրի ասում է։ Եկեք կերեք կատնն ու գինին ասում է, ոչ թե գումար ծախսեք են կորստյանի համար, այլ ձրին, որ ձեր ինչ էլի հոգիները զորանան։ Ձրի է տալի Աստծո խոսքը, եկեք ձրի վերցեք ասում է։ Քանի որ ես վկայում եմ ամեն մարդու, որը լսում է այն գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի, Աստված էլ նրա վրա ավելացնելու է այն դատաստանը, որոնց մասին գրված է այս գրքում։ Տեսեք, Աստծո խոսքի մեջ պետք է չավելացնենք, այն կենտրոնը հիմքը պետք է չխախտենք։ Բաներ կա, մեկնության մեջ կարող է մի քիչ էսկոմենկոմ լինի, բայց դա կապ չունի, կարևոր արմատը չխախտենք, մենք այդ վարդապետությունները չխառնենք իրար մեր ուզած ձևերով ապրենք, հետո ասենք, սենց այսի ճիշտ չէ, էսի սխալ է։ Ես հավատում եմ, այս ավետարանի ամեն խոսքին ինչ գրված աստ է։ Ու այս սրա վրա ոչ մեկ իրավունք չունի ավելացնելու, պակասացնելու, ասում է, եթե մեկ այս մարգարեության գրքի խոսքերի մի բանը պակասացնի, Աստված էլ պակասացնելու է նրա բաժինը կենանց գրքից, Սուրբ քաղաքից եւ այն բաներից, որը գրված են այս գրքում։ Դրա համար այս գրքից ոչ մի բան ոչ պիտի ավելացնենք, չպակասացնենք, ապրենք, ոնց որ Աստված է ուզում, ոնց որ այս խոսքը գրված է, ու այս ամեն խոսքը, որ ես խոսացի, Տեր Հիսուսի մասին էր։ Ասես գնացեք այդ ավետարանը քարոզեցեք արքայության։ Հենց այդ է ուզում մոռացել է։ Այդ ամբողջ այս ավետարանը արքայի մասին է։ Հենց այդ արքան է, որ դու ռբացելու է մտնելու ես, այդ կենաց ծառից ուտելու ես, խմելու ես։ Փարթանք Աստծուն, կարևորը ինչա, ասում եմ մարդու վերջը լավ լինի։ Տեսեք, երբ որ Քասիբ Ղազարոսը երբ որ մահացավ, այն հարուստը ուտում խմում քեֆ էր անում։ Նրա քեֆը միլիոն փող ուներ, գումար ուներ, ուտում խմում էր քեֆ էր անում, բայց այն Քասիբ Ղազարոսը, որ վերքերով սենց վերքեր ուներ, հիվանդ էր, շները գալիս են այդ իր վերքերը լզում են, իր այդ տան փշրվանքներից էր ուտում, երբ որ ասում են մահացավ, ինչ է լավ, տեսնում ենք ստե Աստծու իր ժողովրդին պատվավոր հրեշտակներով տարան երկինք։ Իսկ այն որ ուտում խմում քեֆ էր անում, Աստծուն չերել ճանաչում, սկի մտքով չերել ասում, ով Աստված, իմ փողը, իմ գինին, այս ամեն ինչը իմ համար Աստվածը։ Մարդը մեկ բաներ կա, որ Աստծու տեղն է դնում, փոխարինում է չհասկանալով։ Եվ այդ հարուստը, որ մահացավ, թաղվավ, ասում է աշկերը բացեց դժողքում։ Տեսեք ինչքան վատ է, չէ՞։ Ու ինչ հիշում էր, ինչ էր ասում էր գնա ու տեսնում էր Քասիբ Ղազարոսին Աբրահամին գոքում նստած։
Ու ինքը որ այն վաղց իր ձեռից კი ոչ մի բան չէր վերցնի, խնդրում էր ասում էր թող Ղազարոսը մատը թաթախի սառը ջրի մեջ քսի պրոշտներին, ասում է վառվում եմ։ Ու ինչ ասեց Աբրահամն, ասեց մեր մոտից ձեր մոտ անցնել չկա, ձեր մոտից մեր մոտ, ասեց 5 աղբեր ունեմ, գույնե ուղարկի Ղազարոսին, որ էթա տենա, որ հավատան, ասում է դարձի գան, գույնե իրանք փրկվեն, չգան դժոխք։ Բայց դες էլի նորից ինչ ասեց Աստված, ասեց, եթե դուք այդ մարգարեության խոսքերին չես հավատում, մենք շատ դեպքերում ուզում ենք հրաշներին տենանք, աշկովս տենան։ Բայց այս մարգարեության խոսքերին ասեց, եթե դուք չեք հավատում, ստեյց մարդել ուղարկեմ այդ հրաշք տենակ, էլի չեք հավատելու։ Դրա համար կարևորը ինչը, այս Քասիբ Ղազարոսի վերջը շատ լավ է լավ։ Կապ չունի ոնց է ապրում, կարևորը մարդու վերջը լավ լինի, Հիսուսով լինի։ Երկնքի արքայության մեջ, որ ես խնդրենք Աստծուց, որ ոչ մեկս չպակասի, ավելի ավելանանք, ավելի ամուր բռնենք իրար, մեկս մյուսին բարձրացնենք, մեկս մեր հովի ձեռները բարձրացնենք, առաջնորդների ձեռները բարձրացնենք, մեկս մյուսին պիտի բարձրացնենք, պիտի օգնենք, մի ձեռը ծափ չի տասում։ Որ երբ որ առաջի պատերազմի մեջ, երբ որ Մովսեսը պատերազմեց, ինչ արեց, երբ որ ձեռերը բարձրացնում էին Օվրն ու Ահարոնը, Իսրայելի ժողովուրդը հաղթում էր։ Երբ որ ձեռերը թուլանում իջնում էր, Իսրայելի ժողովուրդը պարտվում էր։ Եվ ինչ արեցին։ Մեր բլուրի վրա կանգնացեցին, քար դրեցին, նստեցին Մովսեսին վրա, ամեն մեկը ձեռը բարձրացնելով այդ պատերազմը հաղթեց։ Այսօր մեկ եք բերեք մեկս մյուսի ձեռերն էլ բարձրացնենք, որ վերջում հաղթողներ լինենք, որ վերջում բոլորիս էլ այդ Աստծո փառքը տեսնենք։